Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 9-ի համար։ Օրը չորեքշաբթի է, աշխատանքային օր է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայենք խոյերին։ Չի ուզում գալ, հա։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 9-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մեկին եք սպասելու, ինչ-որ բանի եք սպասելու, նաև կարող է տունն եք մաքրում, որպեսզի գան ձեր տուն, որովհետև երջանիկ եք։ Ոմանք կարող է իրոք վիճեն եւ վիճելուց հետո ձեզ երջանիկ զգաք։ Օրինակ, ասեք այն ինչ-որ մտածում եք իր մասին եւ հետո ձեզ ավելի լավ զգաք։ Բայց այստեղ հնարավոր է նաև տուն եք մաքրում եւ դրանից հետո դա ձեզ երջանկացնում է կամ տունն ի վերջո վերջացնում եք ու բորկան դա է ձեզ երջանկացնում։ Այստեղ իրոք ինչ որ մարդիկ կարող են գալ, հնարավոր է ձեր երեխաներն են գալիս, հնարավոր է ձեր թոռներն են գալիս։ Այդ օրը նաև երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ կան։ Յուրաքանչյուր կարող է երեխայի այնտեղ դպրոցի հետ կապված ծնողական ժողով են անում, դա եք գնում եւ այլն, նա ինչ որ բաներ։ Եվ այստեղ ժամադրություն ունեք, ոմանք սիրային, ոմանք նաև պայմանավորվածություն ունեն ուղղակի մարդկանց հետ եւ հնարավոր է նաև ինչ-որ մարդկանցից պետք է հեռվանաք, կարող է ժամանակավոր էին եկել եւ հիմա պետք է գնան օրինակ ձեր երեխաները, ձեր թոռները, նաև այդ ում հետ որ պայմանավորված եք կարող է եկել է կամ բանակից է եկել ձեր սիրելին, հետո պետք է գնա բանակ կամ օտար երկրից եւ այլն, հա, ինչ որ մի բան է, որ հետո պետք է բաժանվեք։ Եվ կարող ինչ-որ մի բան է, ավարտվում է գնում է ձեզանից, օրինակ հենց ու բորկան։ Այստեղ կարող է այնքան մի մանրուքների մեջ լինել դա, որ չեք էլ պատկերացնել։ Եվ հաջողություն ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 9-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան ինչ-որ տհաճ պահեր կան, մի փոքր, նաև հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ, ձեզ հարազատ շատ մարդու հետ, երկուսն էլ կան, միգուցե տարբեր այստեղ մեկ ընկերոջն եք հանդիպում, մեկ այլ ավելի հարազատ մարդու եւ այլն, այդպես կողը երկու տարբեր են, կամ ցույց է տալիս ուղղակի ձեր ընկերն է, որ ձեզ համար շատ հարազատ մարդ է։ Ոմանք նաև սեղանի շուրջ կնստեն այդ օրը եւ պետական հիմնարկության հետ կապված ոյցե հարցեր ունեք։ Ու ինչ-որ պայմանագիր եք ստորագրում, ինչ-որ գործեր եք անում, գնում եք հիվանդանոց, գնում եք ուսման կենտրոն եւ այլն, ինչ-որ տեղեր։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 9-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե գումարի հետ է կապված։ Նաև ոմանք գումար կծախսեն այդ օրը, ոմանք ինչ-որ մեկի հետ գումարի մասին կխոսեն, եւ ուրախ եք, տրամադրությունը բարձր է լինելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 9-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը որոցե գախնիկ կբացահայտվի։ Նաև այստեղ չար լեզուներ կան, բամբասանքներ կան, որոնք որ կարող են ձեզ տխրեցնել, նաև մի փոքր կարող եք ձեզ վատ զգալ, բայց ինչպես որ ասում են, օրը ձեր ձեռքում է, ձեզանից շատ բան է կախված։ Այդ փաստը ձեզ կարող է, նեղվեք, կարող եք ուղղակի հիասթափվել տվյալ մարդուց, որ կարող է ձեր մոտ ինչ-որ մեկից բամբասի կամ ընդհանուր առմամբ լսեք, որ ինքը ձեզանից բամբասում է, կարող եք ուղղակի
այդպես հիասթափվել տվյալ անձնավորությունից։ Բայց օրը ձեր ձեռքում է, թե դուք ձեզ լավ կզգաք, վատ կզգաք, այդ ամեն ինչը ձեր ձեռքում է։ Նաև պետական հիմնարկության հետ կապված որոշ հաջողություն ունեք այդ օրը։ Լինի դա հիվանդանոց, լինի դա այդ ամեն ինչը, այդ օցեր-մոցերը հիվանդանոցի հետ են կապված, կարող չեն թողնում մտնեք ներս ինչ-որ մեկի մոտ հիվանդատես։ Բայց հետո օրվա ընթացքում այստեղ նաև հաջողություն կա այդ առումով։ Նաև ուսման հետ կապված, եթե քննություններ ունեք եւ ինչ-որ մի բաներ ունեք, ամենայն դեպս թեկուս գործարք կնքելու համար եւս հիանալի ժամանակ է։ Եվ այստեղ ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, հուզվեք, կամ դուք անեք, այդպես հուզվեք անելուց, սիրահարվեք, նաև ձեր սիրելիին տեսնեք, էլի հուզվեք, արտասվեք, կամ նախկինին տեսնեք, այդպես։ Ամենայն դեպս նաև երջանիկ եք, ինչ-որ մի բանն էլ ձեզ կերջանկացնի։ Այստեղ գաղտնիքը բացահայտվում է, որ ձեզ են սիրահարված այն մարդը, ում որ դուք եք հավանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։ Ինչ է սպասվում առյուծներին ապրիլի 9-ին։ Հարգելի առուսներ, այդ օր ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, հնարավոր է բամբասանքը, հնարավոր է այդ օցային վերաբերմունքը, ձեր հանդեպ կարող եք նկատել, կամ ուղղակի, ինչ-որ օցերի բամբասանքների պատճառով կարող եք ձեզ վատ զգալ, ցավ տա դա ձեզ։ Եվ այստեղ ինչ-որ իրադարձություններ ունեք, որոնք որ տեղ են ունենում ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, եւ այդ ամիս եւս այն կկատարվի։ Հնարավոր է վերջին մեկ ամսվա իրադարձություններն են ավարտվում ձեզ մոտ։ Նաև որոշ գործեր կարող են մնալ այդ օրը կարող չհասցնել ամբողջությամբ անել ավարտել եւ գաղտնիքը այդ օրը կարող է բացահայտվել նաև ոմանք ձեր ցանկությունները կիրականանան, կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել եւ ինչ որ գործեր այդ օրը կանեք, կավարտեք։ Այն գործերը կարծես թե որոնք որ մնացել էին, դրանք կանեք, կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 9-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, ինչպես կանեք, ինչ կանեք, նաև հրավերք, որից է առիթի այդ օրը, ինչ որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, ինչ որ հարցեր կլուծվեն, դե հյուր, կամ դուք եք երևի հրավիրելու, կամ դուք պետք է գնաք հյուր, նաև ինչ որ հարցում տատանվում եք այստեղ, հնարավոր է ամեն ինչը կախված է հյուրի, պետական հիմնարկության, տատանման և պարկած լինելու հետ կապված։ Այստեղ հնարավոր է նաև օրինակ ինչ-որ մեկը կարող է իրեն վատ է զգում և դուք շտապօգնություն եք կանչում, ամենա այդտեղ վատ տարբերակը, տատանվում եք և կանչում եք։ Հյուր նաև կարող է գալ, եթե դուք ինչ-որ մի գործունեությամբ եք զբաղվում, կարող են այցելել ձեզ օրինակ ձեր խանութ, ձեր օֆիս, ինչ-որ պետական հիմնարկությունից և այնտեղ ինչ-որ բաներ փորփրել, այստեղ դա կարող է նաև լինել։ Նաև դուք եք ուզում գնալ հիվանդանոց ինչ-որ մեկին հիվանդատես և տատանվում եք, մտածում եք։ Եվ այստեղ դե մի քիչ խառն է ամենայն դեպս, այդ 4 քարտը այստեղ եթե նայում եք, կարող է ինչ-որ մարդկանց մոտ ինչ-որ մի բան լինի, ամեն մեկի մոտ ինչ-որ մի տարբեր բան, հիմա ես պահին այդքան չեմ կարողանում օրինակներ բերել կամ այդքան չեմ կարողանում տեսնել, թե ինչ է կատարվելու, բայց ամենայն դեպս այստեղ հյուր, պետական հիմնարկություն, տատանում և անկողին, ամեն մեկի մոտ դա կարող է ինչ-որ մի ձև անդրադառնալ, երկուսը միասին անդրադառնա, երկուսը միասին անդրադառնա, կամ ընդհանուր ֆոնը, այդպես լինի, կամ տատանվում եք ինչ հյուրասիրեք ձեր հյուրին, կարող է գալիս է գիշերը մնում է ձեր տանը, այդպես է կարող է լինել, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքների։ Ինչ է սպասվում կշերքներին ապրիլի 9-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, նաև օրը ձեր ձեռքում է, թե ինչպես կարող եք անցկացնել, օրը ինչ կարող եք անել, թեկուզ այդ գաղտնիքը լսելուց հետո։ Երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ կան այդ օրվա ընթացքում, նաև ոմանք կարող են վիճել, ոմանք կարող են տուն մաքրել, որովհետև կարող է այստեղ հյուր է գալիս ձեր տուն և տուն եք մաքրում, հանդիպում ունեք ինչ-որ մարդու հետ, և հրավեր որևէ առիթի մասնակցելու համար։ Այսքանը ձեզ համար, այստեղ նաև հաջողություն ունեք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 9-ին։ Կներեք, չանցավ։
Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 9-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոմանք ձեզ կողեն սիրո խոստովանություն անել, դուք անեք, ձեզ սիրված գաք, սիրահարվեք նաև կամ ձեզ սիրահարվեն։ Այդ օրը նաև ոչ թե գաղտնիք կարող է բացահայտվել, որ ինչ-որ մի բան է գնացել ձեզանից։ Ինչ-որ դա գաղտնիք, ոնա, չգիտեիք, էլի, այդպես։ Նա ինչ-որ կայուն գործ չէր եւ նա կարող է ուղղակի գնալ ձեզանից։ Օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, ինչպես կանեք, ինչ կանեք։ Եվ իհարկե, այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնք որ պետք է անեք։ Այսքանը, հնարավոր է հիվանդանոց է, հնարավոր է ոմանք քննություն են հանձնում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 9-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ժամի հետ կապված որից մի բան կիմանաք, կամ ինչ-որ ժամանակի հետ կապված կարող է ինչ-որ մի բան ուշանում էր եւ հիմա պարզ է դառնում պատճառը, թե ինչու էր օրինակ ուշանում դա։ Նաեւ կարող է դա բացահայտվի, որ շատ եք աշխատել կամ ժամեր չեն հաշվել, եթե ինչ-որ միտեղ եք աշխատում, ինչ-որ ժամեր չեն հաշվել, որ այսքան ժամանակ աշխատել եք։ Մի խոսքով, այն ինչ-որ մի բան է, որը ժամի հետ է կապված, կամ կիմանաք, որ այդ մարդը ուշանալի է։ Դա եւս ինչ-որ մի ձևով չգիտեիք, հա, կարող է բացահայտվել։ Ուշանալու պատճառը նաեւ։ Եվ այդ օրը տանը իրադարձություններ ունեք, կամ ձեր, կամ պետք է գնաք, կամ տան հետ կապված ոչ հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք։ Նվեր եք ամենայն դեպս գնալու, երևի թե առիթ է ավելի շատ։ Նվերը նաև կարող է լինել քաղցրավենիքի տեսքով կամ տան հետ կապված ոչ ինչ-որ մի բան լինի, որը էլի ձեզ համար որպես նվեր լինի։ Նաև երջանիկ եք լինելու, ինչ-որ մի բան կերջանկացնի եւ սպասում եք, մարդկանց եք սպասելու կամ ինչ-որ բանի։ Այսքանը ձեզ համար։ Կամ օրինակ, եթե առիթ են հրավիրել ձեզ, այստեղ իմանում եք, թե որ ժամին պետք է հավաքվեն, հա, մինչև այդ չգիտեիք օրինակ։ Դա եւս գաղտնիքի բացահայտվում է այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 9-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հաջողություն կունենաք, ինչ-որ մի հարցում հաջողության կհասնեք, հաջողություն գործերում եւ այլն, հա։ Նաեւ ոչ թե գաղտնիք կարող է ձեզ համար բացահայտվել, երջանիկ կլինեք այդ օրը, այդ գաղտնիքը ձեզ երջանկացնում է, ուրախացնում է։ Նաեւ գումարի մասին կարող եք իմանալ կամ գումար ծախսել, գումարի մասին խոսել ինչ-որ մեկի հետ կամ արժեքի մասին խոսել ինչ-որ մեկի հետ։ Եվ այստեղ ինչ-որ բաժանում եք կամ ինչ-որ մեկից ժամանակավոր կբաժանվեք կամ գումարը կվճարեք եւ ժամանակավոր այդ հարցին ոնց որ գերվածնեք այդ հարցը ձեզանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 9-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, կարող ձեզ հետ բացարձակ կապ չունի, ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան եք լսում եւ դա ձեզ ցավեցնում է։ Նաեւ երեխաների հետ կապված ոչ թե իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, հնարավոր է երեխաների հետ պետք է անցկացնեք, ինչ-որ մի բան պետք է անեք երեխաների համար, իրենց հետ կապված։ Գնալ դպրոց եւ այլն, ինստիտուտ, Նաեւ ոչ թե գաղտնիք կարող է բացահայտվել այդ օրը, չի բացառվում նաեւ ձեր երեխաներն են ինչ-որ գաղտնիք բացահայտեն։ Կարող է ասեն, որ սիրահարվել են կամ նմանատիպ ոչ թե մի բան։ Եվ այստեղ անկողին է եւ սուտ։ Նայեք, ոմանց մոտ սա կարող է լինել, որ ձեզ օրինակ ասում են ինչ-որ մեկի ինտիմ հարաբերությունների մասին, որը սուտ է։ Դա նաեւ կարող է լինել որ ձեզ ասում են հա կարող ես հանգստանալ, բայց դա էլ եւս սուտ է, հետո կարող են ձեզ նորից կրկին կանչել աշխատանքի։
Եվ սա նաև չի բացառվում, որ կարող են ձեզ խաբել եւ անկողին այդպես տանել։ Դա եւս չի բացառվում։ Նայեք, այնտեղ արտասվում եք։ Ուշադիր եղեք այդ հարցում, եթե ձեզ ինչ-որ մի խոստումներ կտան, որ իբրև իրար հետ կամուստանաք կամ եւ այլն, որ նման հարաբերություններ ունենաք, բայց ամենայն հավանականությամբ դա սուտ է։ Եվ թեկուզ եթե արտասվում եք ինչ-որ մեկի լսում եք, որ ինչ-որ մեկը ձեր սիրելին օրինակ անկողնային հարաբերություններ ունեցի ինչ-որ մեկի հետ, բայց այստեղ սուտ է։ Չի բացառվում նաև ուղղակի սուտն է բացահայտվում։ Չի բացառվում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 9-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ տհաճ պահեր կան առավոտյան շուտ, նաև ոչ նամակ կարող եք ստանալ, տեղեկատվություն, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ լինեք, կամ փաթեթեք ինչ-որ բան եք պատվիրել, դա է գալիս տեղ հասնում։ Օրվա ընթացքում նաև սեղանի շուրջ կնստեք, նվեր կարող եք ստանալ, կամ ծաղիկներ է դա, կամ քաղցրավենիք է, նաև կարող եք հուզվել, դուք եք նվերը տալիս եւ հուզվում եք այդ տալու ժամանակ, կամ ուղղակի հուզվում եք, որ ձեզ նվեր են տալիս։ Ուշադիր եղեք նաև այստեղ չվիճեք, կարող եք վիճել օրինակ օձերի հետ, բամբասանքներ կարող եք լսել եւ վիճել իրենց հետ։ Նաև տուն եք մաքրում, որ ինչ-որ մարդիկ գան ձեր տուն, որ նստեք սեղանի շուրջ, բայց այդտեղ եւս օձեր կարող են լինել, որ կամ փորձեն բամբասել կամ այդ ինչ-որ արտահայտություններ կարող են անել։ Ձեր մասին կարող եք լսել, որ ինչ-որ մեկը խոսում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։